Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին։ Ըստ Փաշինյանի բոլոր խնդիրները լուծել ենք, բայց լուսին թռչել չի ստացվում։ Փաշինյանը բացատրել է, թե ինչու։ Դրա համար կա ընդամենը մեկ պատճառ՝ 400,000 գիտնականի բացակայությունը։ Փաշինյանի խոսքով, եթե նրանք լինեին, որևէ մեկը կարող էր բացատրել, թե ինչու պետք է մենք հրաժարվեինք լուսին թռչելուց։ Դատարանը վերացրել է կաթողիկոսի քրոջ որդի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տնային կալանքը։ Սահմանվել է վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանի համար Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտ Ագզոյանի պաշտոնից ազատման հարցը սպառված է։ Նրա խոսքով եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ, եւ այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը։ Իրանը հայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը։ Նա նշել է, որ փորձում են կապի մեջ լինել Իրանի տարբեր հատվածներում բնակվող հայերի հետ, սակայն միշտ չէ, որ ստացվում է։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանում գնաճի վրա, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու։ Այս մասին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Դժբախտ դեպք է տեղի ունեցել Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Կարանտինային խցում հայտնաբերվել է կալանավորված անձը կախված վիճակում։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 4.220.000 դոլարի արտադրանք, հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Դեռևս պարզ չէ նա սպանվել թե վիրավորվել է։ Այդ լուրերին ի պատասխան իրանական ԶԼՄ-ները գրել էին, որ Լարիջանիից շուտով ուղերձ կհրապարակվի։ Նա իր մահվան վերաբերյալ Իսրայելի պնդումների ֆոնին X-ում հրապարակել է ցավակցական նամակ, ուղղված զոհված իրանցի նավաստիներին։ Լիբանանի Ալ-Կա գյուղում Սիրիայի հետ սահմանին որպես խաղաղության ուղերձ տեղադրվել է Հիսուս Քրիստոսի 26 մետր բարձրության փարծանը։